Կարող եք դուրս գաս զբոսանքի ու մի պատահական գյուլա գա կպնի։ 3 հունիսի 10-ին վիճաբանություն ու կրակոց է եղել փողոցի մեջտեղը։ Երևանի Ավան վարչական շրջանի ամենաբանուկ մասերից մեկում վիրավորվել են 2 հոգի, որոնցից մեկը պատահական տարեց անցորդ։ Սրանց օրոք կրիմինալ իրավիճակի տուժողները ոչ թե կամ ոչ միայն մասնակիցներն են, այլ պատահական անցորդները։ Մի քանի օր առաջ 4-րդ գյուղում էին իրար ծեծել, հետո մեքենաներով հետապնդել իրար, հետո պատահական անցորդների մոր ու 2-ամյա որդուն գցել ավտոյի տակ, մայրը մահացավ, որդին հայտնվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Այս բարդակի մեղավորներից մեկը ոստիկանապետ, փոխնախարար Արամ Հովհաննիսյանը աշխատանքից ազատվում է ոչ թե հանցագործությունների շատացման պատճառով, այլ տիկին նախարարի հետ ինչ-որ կոնֆլիկտ ունենալու պատճառով։ Արամ Հովհաննիսյանը համաժողովրդական խաղաղ հավաքը ցրելու համար նռնակներ են նետում մարդկանց ձեռք ու ոտք պոկում։ Չի ազատվում աշխատանքից։ Արամ Հովհաննիսյանը ցրում է արևմտամետների 20 հոգանոց հակառուսական ակցիան, այն էլ շատ քնքուշ ձևով 2 օր անց ազատվում է աշխատանքից։ Ում են նշանակում նրա տեղը քրեական հեղինակության հորեղբոր տղուն։ Մալադեց քեզ Տիկին Սարգսյան, գաստուր, թե բա նշանակվել է ոստիկանությունը բարեփոխելու համար։ Հա բա